Իդեպ, խոսելով Պաշտպանության նախարարությունում աշխատավարձերի մասին, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում այսպիսի թվեր հրապարակեց. 523 զինծառայողը 500,000-ից 600,000 դրամ վարձատրություն, 244 շարքային զինծառայող 600,000 դրամից 700,000 դրամ վարձատրություն եւ 31 զինծառայող շարքային 700,000 դրամ եւ ավել վարձատրություն։ Փաշինյանը չի հանրայնացրել 300,000 դրամից ցածր աշխատավարձ ստացողների տվյալները, իսկ մյուս տվյալներում էլ արել է այն, ինչ լավագույնս է անում, մանիպուլացրել է։ Civilnet Check-ի հարցմանի պատասխան ՊՆ-ից հայտարարել են, որ Փաշինյանի ներկայացրած թվերը չեն ներառում հարկերը եւ պարտադիր վճարները։ Եկամտահարկի եւ դրոշմանիշային վճարների պահումներից հետո այս թվերը զգալիորեն նվազում են։ ՊՆ-ն հրաժարվել է նաեւ տրամադրել 300,000-ից ցածր աշխատավարձ ստացող զինծառայողների թվերը հղում անելով սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվությանը վերաբերող հոդվածներին, բայց զարմանալիորեն այդ հոդվածները չեն գործել Նիկոլ Փաշինյանի հրապարակման դեպքում։ Ըստ ՊՆ-ի ստացվում է, որ խեղաթյուրված բարձր աշխատավարձերը հնարավոր է ներկայացնել, իսկ այ իրական ցածրերը գաղտնիք են։ Իդեպ նշենք, որ շարքային պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը սկսվում են ընդամենը 120,000 դրամից։